պլանավորեմ, ոչ թե թողնեմ դե լավ դե ոնց կլինի, բայց հենց այդ պահին սկսեմ ինչ որ ուրիշ ձևով պլանավորեմ։ Այ այնց sense լավ արտահայտված overthinking-ը, որի ձեռքը շատերը տանջվում են, հա, ինքը գիտես ինչի մասին է, ավելի շատ նրա մասին, որ այդ մարդիկ ապրում են իրենց գլխում ու իրանց պլանավորման մեջ իրական կյանքը թողնելով իրանք ապրում են իրանց գլխում արդեն իրանց ուզած աշխատանքին ընդունվել են, 2 երեխա ունեցել են, այդ երեխաները մանկապարտեզի խնդիր ունեն, իրանք մտածում են ոնց լուծեն այդ մանկապարտեզի խնդիրը, այդ երեխաները արդեն պուբերտատին են հասել, իրանք մտածում են այդ պուբերտատի խնդիրները ոնց են հաղթահարելու, երեխա հələ չունեն, բայց այդ overthinker-ը ինքն է, ով որ կյանքի արդեն ընենց սցենարների մեջ է, որոնք այնքան հեռու են կամ ով որ իր մեջ պատկերացնում է վատագույն սցենարները, որ իմ հարազատին մի բան լինի, ես ինչ եմ անելու, որ երկրում պատերազմ սկսեց, ես ինչ եմ անելու, իսկ եթե ատոմային պատերազմ սկսեց, ես ինչ եմ անելու, ես չեմ չափազանցնում, իրոք կատաստրոֆիզացիային ենթակա մարդիկ ատոմային պատերազմից սկսած շատ հաճախ իրենց մեջ վերլուծում են, եթե ես հիվանդացա, ինչ եմ անելու Այդ քո սիրելի մարդիկ են, ովքեր միշտ ունեն անվտանգության բարձիկ, միշտ մտածում ու պլանավորում են անվտանգության բարձիկի մասին։ Այդ մարդիկ են, ովքեր սիրում են մտածեն, որ ինքը հիմա որ սենց նայեց, ինչի համար սենց նայեց, բա որ սենց ասի, բա որ նենց ասի, իսկ եթե մենք բաժանվենք, իսկ եթե մենք չբաժանվենք, սցենարներ, դա մարդիկ են, ովքեր հարաբերություններում, երբ կա ինչ-որ վիճաբանություն ու հիմնականում տենց տոքսիկ էմոցիոնալ ճոճանակներին առնչվող բան գիշերը քնելուց այ ես որ իրան տեսնեմ ինքս կասի ես կասեմ բա որ սենց ու երկրորդ տարբերակը այդ բարակայում ես սենց կասեմ ու այտենց անվերջ սցենարներ կան ինքը կգա ծաղիկներով ասում ինչ մեղքոստոքցնեմ ես ունեցել եմ այդ